Եվ այսպես թողարկումը սկսենք ազգային ավիացիայի և տիեզերական վարչակազմի նոր ցնցող կանխատեսումով, որն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Նոյեմբերին 15 օրով խավարում է լինելու երկիր մոլորակում։ Պատճառը տիեզերական սպասվող երևույթն է՝ երկու մոլորակների հանդիպումը։ Այդ օրերին երկնային մարմիններից արտանետումների պատճառով արեգակի լույսը թուլանալու է։ Մասնագետները սակայն վստահեցնում են՝ ժամանակավոր երևույթը վտանգավոր չէ։ Մանրամասների մասին գիտի Էսթեր Մեսրոպյանը։ 15 օր լիարժեք մթություն երկրագնդի վրա։ Սա նոր աստղագիտական իրադարձության կանխատեսում է։ ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը 1000 էջանոց փաստաթղթով հանդես է եկել Սպիտակ տան ու հրապարակել տիեզերական երևույթի կանխատեսումը։ Աշխարհը կպատվի խավարով նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 3-ին։ Խավարումն էլ կտևի 15 օր ու կավարտվի նոյեմբերի 30-ին։ Աստղագետների համոզմամբ երևույթը նկատվելու է Վեներայի և Յուպիտերի միջև։ Մոլորակները զուգահեռաբար այնքան կմոտենան իրար, որ իրենց հեռավորությունը կլինի ընդամենը 1 աստիճան։ Հռոմեական աստծո անունը կրող մոլորակը դասվում է գազային հսկաների շարքին։ Իր տրամագծով Յուպիտերը 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Այն կազմված է հիմնականում գազային ու հեղուկ վիճակներում գտնվող նյութից։ Աստղագիտական իրադարձության հետևանքով Վեներան կհայտնվի Յուպիտերի հարավ-արևմուտքում ու կփայլի 10 անգամ ավելի պայծառ, քան Յուպիտերը։ Վեներայի լույսն էլ կջերմացնի Յուպիտերի գազային նյութերն ու կառաջացնի հակառակ ռեակցիա։ Դրա հետևանքով կդիտվի աննախադեպ քանակությամբ ջրածնի հոսք դեպի տիեզերք։ Արեգակի հետ շփման հետևանքով էլ մակերևույթին կառաջանա պայթյուն։ Ջերմաստիճանը կհասնի 9000 ըստ Կելվինի։ Սա կդիտվի մի պահ, որից հետո արեգակի ջերմային ճառագայթումը կմեծանա։ Բարձր ջերմաստիճանն արեգակին կհաղորդի կապույտ գույն։ Գործընթացը կտևի 14 օր, մինչ արեգակը կվերականգնի մակերեսային ջերմությունը կստանա կարմիր գույն։ Մինչ մակերեսի սառեցման վերականգնումը արեգակից մոլորակ եկող լույսը կթուլանա ընդհուպ մինչև խավարի։ ՆԱՍԱ-ի ղեկավարը Օբամայի ու վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է երևույթի մանրամասները։ Ըստ Բոլդենի պետք չի անհանգստանալ։ Խավարումը լուրջ հետևանքներ չի ունենա։ Միակ հետևանքը լինելու է Սև ուրբաթի վերապրումը երախտագիտության օրվանից հետո։ Առջևում մթության 15 օրերն են ու կարելի է պատկերացնել, ինչ կարող է կատարվել մեր մոլորակում այդ ընթացքում։ Էսթեր Մեսրոպյան, Առնյուզ։